Բարև։ Google ընկերությունը ներկայացրել է քվանտային ալգորիթմ, որը ոչ միայն ավելի արագ է դասական գերհամակարգիչներից, այլև լուծում է իրական պրակտիկ նշանակություն ունեցող խնդիր։ Nature ամսագրում հրապարակված հետազոտությունը արդեն բեկումնային են անվանում քվանտային հաշվարկների պատմության մեջ։ Ալգորիթմը կոչվում է Quantum Echoes։ Այն աշխատում է 105 կուբիտից բաղկացած Willow պրոցեսորի վրա եւ ցույց է տալիս արագություն, որը մոտ 13000 անգամ գերազանցում է ամենահզոր գերհամակարգիչների հնարավորությունները։ Համենայն դեպս այսպես են պնդում հետազոտության հեղինակները։ Սակայն կարևորն այստեղ արագությունը չէ, ալգորիթմը ցույց է տալիս, որ քվանտային համակարգիչն առաջին անգամ կարող է լուծել խնդիրներ, որոնք իրոք պահանջված են գիտության մեջ, օրինակ վերլուծել մոլեկուլի ստրուկտուրան։ Ինչպես է դա աշխատում, ալգորիթմը հիմնված է այսպես կոչված քվանտային արձագանքի վրա։ Համակարգն ուղարկում է ազդանշան, որը փոխում է կուբիտներից մեկի վիճակը, ապա ժամանակի մեջ ծավալում կուբիտի էվոլյուցիան ու չափում վերադարձած արձագանքը։ Այստեղ չափազանց կարևոր է կոնստրուկտիվ ինտերֆերենցիայի էֆեկտը, երբ քվանտային ալիքները ուժեղացնում են միմյանց ձևավորելով գերզգայուն արձագանք։ Հենց այս զգայունությունն է թույլ տալիս լսել ատոմների մակարդակով փոքրագույն փոփոխությունները։ Այն, ինչ նախկինում հնարավոր էր մոդելավորել միայն թղթի վրա, հիմա կարելի է ուղիղ չափել։ Ու ամենատպավորիչը, որ արդյունքները կարելի է ստուգել այլ քվանտային պրոցեսորով։ Սա առաջին անգամ քվանտային հաշվարկները դարձնում է վերարտադրելի ու հուսալի, այլ ոչ թե զուտ լաբորատոր հնարքների ցուցադրություն։ Բերքլիում կալիֆոռնիական համալսարանի հետազոտողների հետ միասին Google-ը կիրառել է Quantum Echoes-ը երկու մոլեկուլի վերլուծության համար։ Մեկը բաղկացած է 15, մյուսը 28 ատոմից։ Դրանց ստրուկտուրան հաստատվել է միջուկային մագնիսական ռեզոնանսի միջոցով։ Պարզվել է, որ քվանտային ալգորիթմը ոչ միայն ճշգրիտ վերարտադրում է ավանդական միջուկային մագնիսական ռեզոնանսի արդյունքները, այլև տրամադրում է լրացուցիչ տվյալներ, որոնք հասանելի չեն դասական համակարգերի համար։ Ըստ էության, սա մոլեկուլային մանրադիտակի նոր տիպ է, որում քվանտային էֆեկտները մեծացնում են ճշգրտությունը մինչև դասական ֆիզիկայի համար անհասանելի մակարդակ։ Այսպիսի մոտեցումը կարող է փոխել դեղերի մշակումը, թույլ տալով գիտնականներին հետևել, թե ինչպես են դեղամիջոցի մոլեկուլները փոխազդում կենդանի բջջի սպիտակուցների հետ։ Նյութագիտության մեջ Quantum Echoes-ը կարող է արագացնել նոր պոլիմերների, մարտկոցների, կոմպոնենտների ու անգամ գերհաղորդիչների որոնումը, այսինքն նյութերի, որոնք քվանտային արդյունաբերության հիմքն են։ Գիտնականներն այս աշխատանքը զգուշորեն անվանում են առաջին պրակտիկ քայլ դեպի դարաշրջան, երբ քվանտային համակարգիչները կդադարեն լինել էքսպերիմենտալ մեքենաներ ու կվերածվեն գիտության լիարժեք գործիքների։ Ու եթե նախկինում քվանտային հաշվարկները տեսաբանների ոլորտն էին, ապա հիմա դրանք հայտնվում են ինժեներների ու քիմիկոսների ձեռքում։ Տեսախցիկը նկարել է նեյրոնների համբույրը։ Այն, ինչ տասնամյակներով գոյություն ուներ մոդելների տեսքով, այժմ բառացի հնարավոր է եղել կադր առ կադր ֆիքսել։ Պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է որսալ այն ակնթարթը, որից կախված է ամբողջ մեր գիտակցությունը։ Պահը, երբ երկու նեյրոն փոխանակվում են ազդանշաններով։ Ընդամենը մի քանի միլիվայրկյան տևող այս իրադարձությունը կենսաբանները պոետիկ կերպով անվանում են նեյրոնների համբույր։ Մոտ կես դար շարունակ գիտնականները բանավիճում էին հետևյալ թեմայի շուրջ։ Կոնկրետ ինչպես են նեյրոնի մեջ գտնվող փոքրագույն պղպջակները սինապտիկ վեզիկուլները բաց թողնում նեյրոմեդիատորները իմպուլսը փոխանցելով մյուս նեյրոնին։ Մի մասը պնդում էր, որ պղպջակը թեթևակի հպվում է մեմբրանին, կարծես համբուրելով այն ու հետ է ցատկում, սա այսպես կոչված համբույրի փախուստի մոդելն է։ Մյուսները կարծում էին, որ պղպջակը ամբողջությամբ ձուլվում է մեմբրանի հետ, այս մոդելը կոչվում է ամբողջական ձուլում, սակայն ոչ ոք չէր կարող ուղիղ դիտարկել պրոցեսն ու ասել ով է ճիշտ։ Պատճառը պարզ է։ Պրոցեսը տևում է ընդամենը միլիվայրկյաններ ու տեղի է ունենում նանոմետրանոց մասշտաբներում։ Ոչ մի մանրադիտակ չի կարող դա որսալ։ Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի թիմը ծախսել է 15 տարի ստեղծելու համար բացառիկ համակարգ, որը կարող է ֆիքսել այս պրոցեսը։ Այն իրենից ներկայացնում է ժամանակային թույլատվության կրիոգեն էլեկտրոնային տոմոգրաֆիա։ Աշխատանքի սկզբունքը հետևյալն է։ Գիտնականներն աճեցնում են առնետների նեյրոնները, դրանցում տեղադրում լուսազգայուն սպիտակուցներ, ակտիվացնում են բջիջները լույսի միջոցով ու ակնթարթորեն սառեցնում հեղուկ էթանում։ Ճշգրտությունը կազմում է մինչև 1 միլիվայրկյան։ Արդյունքում ստացվել է ազդանշանի փոխանցման պրոցեսի տարբեր պահերին սառեցված սինապսների ավելի քան 3000 եռաչափ պատկեր։ Ու ահա պատասխանը վերջապես ստացվել է։ Վաղ փուլում ընդամենը 4 միլիվայրկյան անց վեզիկուլի վրա առաջանում է փոքրագույն անց, որի լայնությունն ընդամենը 4 նանոմետր է։ Դրա միջոցով դուրս են գալիս նեյրոմեդիատորի մոլեկուլները, ուղեղի էլեկտրական շշնջոցը, ապա պղպջակը սեղմվում է մինչև իր չափի կեսը, դուրս մղելով նյութի մնացորդները ու արդեն 70 միլիվայրկյան անց հետ է ցատկում պատրաստ հաջորդ առաքելությանը։ Այսպես գիտնականները բացահայտել են համբույր սեղմում փախուստ սկզբունքը։ Փաստացի երկուհին տեսություններն էլ ճիշտ էին, բայց յուրաքանչյուրը մասնակիորեն։ Այսպիսի մեխանիզմն ապահովում է ուղեղի աներևակայելի էֆեկտիվությունը։ Նեյրոնները կարող են փոխանցել ազդանշանները ցանկացած այլ տեխնոլոգիայի համար անհասանելի արագությամբ։ Երբ դատարկված պղպջակները հեռանում են, մյուսներն ակնթարթորեն զբաղեցնում են նրանց տեղը։ Համբույրների համակարգը միաժամանակ նաև որակի ներդրված հսկողություն է։ Հետ են վերադառնում միայն դատարկ վեզիկուլները չխանգարելով
իմպուլսի փոխանցման ճշգրտությանը։ Այս հայտնագործությունը ոչ միայն լուծում է նեյրոկենսաբանության 50-ամյա խնդիրը, այն դուր է բացում դեպի գերարագ բջջային իրադարձությունների աշխարհ, որտեղ տեղի են ունենում կյանքի ամենակարևոր պրոցեսները՝ վիրուսային ներխուժումից մինչև բջջային սեկրեցիա։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Հաջողակ բիզնեսմենը բուհն ավարտելուց 8 տարի անց հանդիպում է բարձրագույն մաթեմատիկայի իր դասախոսին։ Զրուցում են, հիշում անցած գնացածը, պրոֆեսորը հարցնում է. Ես 3 տարի ձեզ բարձրագույն մաթեմատիկա եմ կարդացել։ Ասա, իմ փոխանցած գիտելիքները կյանքում քեզ գոնե մի անգամ պետք եկել են։ Նախկին ուսանողը մտածում ու պատասխանում է. Մի անգամ եղել է։ Շատ հետաքրքիր է։ Խնդրում եմ պատմիր։ Ես էլ այն դասերի ընթացքում կպատմեմ իմ ուսանողներին, որ իմանան բարձրագույն մաթեմատիկան զուտ абստրակտ գիտություն չի ու կյանքում պետք է գալիս։ Պատմեմ։ Ուրեմն մի անգամ փողոցով քայլում եմ, մեկ էլ քամին գլխարկս քշեց ու գցեց ուղիղ ջրափոսի մեջ։ Ես էլ վերցրի մետաղական լարի կտոր, ծալեցի այն ինտեգրալի տեսքով եւ հանեցի գլխարկս։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։